Եկեք բարձրացեն ծափահարություններով նաև շնորհակալություն հայտնենք մեր ղեֆտացի ծառայողներին եւ ձեր ծափահարությունների ներքո նրանց ճանապարհենք ներքև Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը, ինչ որ մեկը կասի ամեն, ինչ որ մեկը կարող է ասել հալելույա, ինչ որ մեկը համաձայն է ինձ հետ, որ ողջ փառքերը պատկանում են միայն Հիսուսին։ Հալելույա։ Բարի օր սիրելի եկեղեցի, Տերը օրհնի ձեզ, ես ուզում եմ որ դու գտնես ինչ որ մեկին, ինչ որ պարտադիր չի, այն որ ամեն կիրակի են կողքիդ կանգնած են, կարա շարքերից դու զգաս, մենք ազատ եկեղեցի ենք, գնաս մի հատ եղբոր, մի հատ քրոջ ողջունես, ասես, ուրախ եմ, որ այսօր այստեղ ես, հələ չնստես, ահա, այդ ենք, սենց, այո, Աստծո տանը պիտի աղմուկ լինի, ամեն, Աստծո տանը պիտի աղմուկ լինի, ինչու, որովհետև այստեղ կենթանի տեղ է, և այստեղ մարդիկ կենթանի են, և եկել են կենթանի Աստծուն, ապրեք, այդ ենք դուրս եկեք, ձեր տեղերից, ողջունեք իրար, մի հատ լավ աղմուկ առաջացրեք, բայց հետո անաղմուկ նստեք, ալելույա, փառք Հիսուսին, ամեն, ալելույա, հարց ունեմ մինչև, լավ նստեցիք, մեծեք նստեցիք, ալելույա, կան այստեղ մարդիկ, որ այստեղ են առաջին կամ երկրորդ անգամ, եթե դու կաս այստեղ առաջին կամ երկրորդ անգամ, հարգելիս կխնդրեմ քո ձեռքերը տեսնենք, որպեսզի քեզ ողջունենք, 1, 2, 3, 4, էլ, չկա, փառք Տիրոջը, մենք ողջունում ենք ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի, որտեղ, 5, 6, փառք Հիսուսին, փառք Տիրոջը, ողջունում ենք ձեզ Տեր Հիսուսի զորավոր անունով, ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այսօր որոշել եք Revival Church of Hollywood եկեղեցում լինել և մեզ հետ միասին կիսել Աստծո խոսքը 3-րդ նվված, փառք Տիրոջը, եթե դուք բոլորը տեղավորված եք, ապա ես կանցնեմ իմ ծառայությանը, հիշեցնելու կարգով, ուզում եմ ասել բոլոր նրանց ովքեր Կան մարդ այստեղ, որ նոր քարոզաշարքը, որ սկսեցինք հայտնության 7 եկեղեցիները, այդ քարոզաշարքի սկզբից այստեղ է, կխնդրեմ քո ձեռքը տեսնել, շատ լավ, եթե դու այստեղ ես ու բոլոր ծառայություններին մասնակցել ես, ապա քեզ համար ավելի հեշտ է լինելու հասկանալ հաջորդ եկեղեցին, որի մասին խոսելու ենք, բայց եթե դու այն մեկն ես, որ նոր ես եկել կամ ընդամենը մեկ ծառայության ես մասնակցել, մենք անցնում ենք նոր քարոզաշարք հայտնության գրքի 7 եկեղեցիների մասին։ Եվ եթե դու բաց ես թողել դրանք, ապա ես քեզ կխնդրեմ, որ դու գտնես Revival Church of Hollywood եկեղեցու YouTube-յան ալիքը և քո բոլոր բաց թողած պատգամները դու այնտեղ կարող ես լսել։ Եվ այսպեսով համար 5-րդ եկեղեցին ենք անցնում մնաց 2 եկեղեցի և ուզում եմ հիշեցնելու կարգով ասեմ, որ առաջի եկեղեցին էր Եփեսոսը, երկրորդ եկեղեցին էր Զմուրնյան, երրորդ եկեղեցին էր Պերգամոնը, չորրորդ եկեղեցին էր Թիվատիրը, 5-րդ եկեղեցին է Սարդիս։ Եվ այսօր մենք խոսելու ենք Սարդիսի մասին, այո։ Մենք բոլոր անցած եկեղեցիներում տեսանք Աստծո հայացքը եկեղեցիների վրա, որոնք բերել էին բազմաթիվ մոլորություններ, կուռքապաշտություններ և այդ բաները քարոզում էին եկեղեցում տեսանք, մենք տեսանք Նիկողայոսյանների միջնորդական դաս, որ Քրիստոսի մեջ գոյություն պիտի չունենար, մենք տեսանք Հեզաբել, որ եկեղեցիներում բերեց Մարիամի պաշտամունքը, մենք տեսանք եկեղեցի, որ բերեց Բահաղի վարդապետությունը, շնանալ, կուռքերի մատաղներ, ուտել և այլն այդ մասին գրված է Սուրբ գրքում, մենք տեսանք հուդայականության հարձակումը եկեղեցիների վրա և հիմա ուզում ենք հասկանանք Սարդիսը ինչ պրիչուդաներ է արել, ինչ բաներ է արել Սարդիսը Մի անգամից եկ նայենք էկրանին և տեսնենք սրա արած հրաշքները որն է, սա ինչեր է արեմ, Սարդիս, ես մոտենամ այստեղ, Սարդիսի եկեղեցի, կրկին անգամ հիշեցնելու կարգով ուզում եմ ասել, որ Փոքր Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնց մասին գրված է հայտնության 3-րդ և 2-րդ գլուխներում,
գտնվում են այժմյան ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Այո, եկեղեցիները ունեն իրենց մասունքները թողած, բայց նրանք այլևս չկան։ Եվ եթե դու առաջին անգամ ես, դու կարող ես ինձ հարցնես, եթե այդ եկեղեցին չկա, ապա որտեղ է տրամաբանությունը խոսել այդ եկեղեցիների մասին։ Ես քեզ կօգնեմ տրամաբանությունը միասին նայենք, որտեղ է այն տրամաբանությունը, եթե չկա այդ եկեղեցիները այսօր, եւ Աստծո հոգին հարմար գտավ դրանց մասին զետեղել Սուրբ գրքում։ Հարցը նրանումն է, որ այնինչ վերաբերվում էր այդ եկեղեցիներին, որոնք արել էին եւ լավ գործեր, եւ վատ գործեր, դրանք վերաբերվում են ուղիղ քեզ։ Որովհետեւ այսօր էլ դու ես եկեղեցի ներկայացնում, այո, դու ներկայացնում ես Քրիստոսի եկեղեցին եւ կարիք ունես հասկանալու ինչը չի կարելի անել, որ չգրգռել Աստծո բարկությունը։ Եվ եթե մեկը ուզում է քայլել Աստծո ճանապարհներով, ես կրկին անգամ քեզ խորհուրդ կտամ կարդալ Հայտնության 2-րդ եւ 3-րդ գլուխը, եւ դա քեզ կօգնի հասկանալ ինչ է Աստված պահանջում քեզանից լինելու որակյալ քրիստոնյա որպես ամեն։ Բայց հիմա եք միասին նայենք թվով 5-րդ եկեղեցին, ենք նայում Սարդիս, որոշ տեղերում կտեսնես թարգմանությունում այն գրված է Սարդես, բայց դա կապ չունի։ Սարդես, Սարդիս, սա նույն եկեղեցին է։ Եք միասին նայենք Հայտնության գրքի այս համարը եւ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր։ Ուզում եմ որ ուշադրություն դարձնես, ասում է եւ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրի։ Ես ուզում եմ որ դու ասես հրեշտակ, որովհետեւ մի քիչ հետո անդրադառնալու ենք այս հրեշտակ բառին, որպեսզի եթե ունեցել ես որևէ սխալ պատկերացում, թե ամեն եկեղեցի հրեշտակ ունի, ինչպես ասում եք, երբ որ երեխաները ծնվում են, ով է դա ասել ձեզի, երեխեք, որ ծիծաղումը քնած հրեշտակ է տենում, որ երեխան է դա ձեզ ասել։ Հրեշտակները իրան պահում են, ով է դա ձեզ ասել։ Կամ մեր տունը ունի սուրբ։ Մեծ պատիվ ունեք։ Մեր տունը սուրբ չունի, մեր տունը փրկիչ ունի։ Ամեն։ Դուր նրան բարձր ծափահարություն։ Բա ով է ձեր տան սուրբը։ Տատիս։ Տատիս։ Ինչպես։ Մենք փառքը ոչ մեկի հետ չենք կիսում։ Այսինքն այսպեսի գաղափար, թե մեր տունը սուրբ ունի, ես խնդրում եմ ազատագրվիր նման բաներից։ Ձեր տունը կարիք ունի փրկիչ ունենալու։ Տատին, պապին, պապաս, մամաս, այն որ ասում եմ մահացան, իրանք գնացին, նրանց եւ ձեր միջև չկա այլևս կապ։ Ես ուզում եմ, որ քո հավատքը մաքուր լինի։ Այսօր քրիստոնյայի ամենամեծագույն դժբախտությունը կայանում է նրանում, որ հավատքն է խառը կանաչու պես։ Դաստա, ինչ ասես ճխտածա մեջը, ինչ ասես դրածա մեջը, հավատքդ մաքուր պահի, ամեն։ Լավ գնանք Հայտնության 3-րդ գլուխ, առաջինից 6 խոսքերն են կարդում եւ այսօր ուսումնասիրում ենք Հայտնության թվով 5-րդ եկեղեցի Սարդիսի մասին։ Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրիր սա է ասում Աստծո 7 հոգիները եւ 7 աստղեր ունեցողը, գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենթանի ես, բայց մեռած ես, բայց անուն ունես, արթուն եղիր եւ հաստատիր մնացածներին, որ մեռնելու մոտ են, որովհետեւ քո գործերը կատարյալ չգտա Աստծո առաջին։ Ուզում եմ ուշադրությամբ կարդաս։ Արդիշիր թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր, եւ պահիր եւ ապաշխարիր, ապա թե ոչ չարթնանաս, ես կգամ քեզ վրա գողի պես եւ չես իմանա թե որ ժամում քեզ մոտ կգամ գողի պես։ Բայց մի քանի անձիկ ունես Սարդիսի մեջ, որ իրանց հանդերձները չկեղտոտեցին եւ նրանք սպիտակներով ման կգան ինձ հետ, ման կգան հետո, հավիտենությունը, ման կգան ինձ հետ, որովհետեւ արժանի են։ Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի եւ նրա անունը կյանքի գրքիցը չեմ ջնջի եւ կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին եւ նրա անունը հրեշտակների առաջին, ով որ ականջ ունի թող լսե ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին, սա Սարդիսի պատգամներ, ամեն։ Հիմա ուզում ենք հասկանանք, մենք ամեն մի եկեղեցու մասին կարդում ենք
եւ տող առ տող ուսումնասիրում, ինչը հիմա կանենք նաեւ այս եկեղեցու հետ։ Լավ։ Եփեսոսի եկեղեցին, որ թվով առաջին եկեղեցին էր, դա առաքյալներից հետո Հիսուս Քրիստոսի առաքյալներից հետո թողած անաղարտ եկեղեցու աղավաղված պատկերն էր։ Կարողացա բացատրեմ։ Առաքյալների թողած անաղարտ եկեղեցու աղավաղված փչացած պատկերն էր Եփեսոսը։ Լսեք ընկերներ, ինչ եկեղեցի էր առաջին դարում ստեղծվել, Պենտեկոստալ։ Դուք շատ անգամ եք հարցրել, մենք ինչ եկեղեցի ենք, մենք ինչ շարժ ենք, այսօր շատ հարցերի պատասխանես դու լսելու։ Մենք ծագումով կոչվում ենք Պենտեկոստալ, ինչու, որովհետև մենք հավատում ենք Սուրբ Հոգու դարձին, այսինքն որ Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո 10-րդ օրը, որը կոչվեց Հոգեգալստի օր, դա այն օրն էր, երբ Գործք առաքելոց երկրորդ գլխում գրված էր, որ Պենտեկոստեի օրերն էր եւ Սուրբ Հոգին իջավ ներկաների վրա եւ այդ օրը տեղի ունեցավ մի բան, այդ օրը ծնվեց եկեղեցին, այդ օրը ծնվեց առաջին Պենտեկոստալ եկեղեցին, որը ուզում էր տեսնել Տեր Հիսուսը։ Եկեղեցի, որտեղ կային պարգևներ, խարիզմա, եկեղեցի, որտեղ կար լեզուների աղոթք, Սուրբ Հոգու աղոթքը, եկեղեցի, որտեղ հիմնված էր Քրիստոսի վարդապետության վրա, այո, եւ նաեւ առաքյալների։ Այդպիսին էր նոր կտակարանյան առաջին եկեղեցին, որը անվանվեց Պենտեկոստալ, այդպիսին էր, շատ լավ։ Եփեսոսը այդ օրիգինալ եկեղեցու աղավաղված տեսակներ, մի լավ բանի վատ շարունակությունը, Սարդիսի եկեղեցին, Թիվատիրի ավերումներից հետո մի վատ բանի լավ շարունակություններ, պարզ է լավ շարունակությունը։ Ուզում եմ տեսնես ինչ է նշանակում Սարդիս։ Սարդիս նշանակում է մնացորդներ, Սարդիս նշանակում է մնացորդներ, ինչ որ մնացորդների մասին է գնում խոսքը, որի համար հենց Տեր Հիսուսը ասեց քո մեջ մի քանի մարդիկը ունես, որ հանդերձները չեն կողտոտել, մնացորդներ։ Շատ լավ։ Եկ մի կարևոր բան նայենք այստեղ։ Ունենալ գործեր, բայց սեր չունենալ նշանակում է Եփեսոս։ Ունենալ անուն, բայց իսկապես լինել մեռած, դա նշանակում է Սարդիս։ Հետևաբար, այս երկու եկեղեցիները համարվում են զույգ եկեղեցիներ։ Մեկը ունենալ գործեր, բայց սեր չունենալ, հիշում եք Եփեսոսի եկեղեցում Տերը ասեց, դու գործեր ունես, Նիկողայոսյաններին դեմ ես գնացել, ապրես, արթուն ես, չթողեցիր իրանց վարդապետությունը բերեն, բայց ասեց վերադարձիր սիրո գործերիդ, ընկել ես ինչի հետևից մենակ, վերադարձիր սիրո գործերին, ունենալ գործեր, բայց չունենալ սեր, Եփեսոսն է, բայց ունենալ անուն, հեսա պիտի տեսնենք սա որ եկեղեցին է, ունենալ այսքան մեծ անուն, եւ իրականում ինքը մեծ անուն ունի, հիմա կծանոթանաք սա որ եկեղեցին է, բայց լինել մեռած, դա Սարդիսն է։ Ամեն եկեղեցի հայտնության գրքում, որոնք ընդհանուր 7 են, ունեն իրանց զույգերը, մենակ մեկը չունի զույգ, եք նայենք դրանք ովքեր են։ Սարդիսը Եփեսոսի նման է, մեկը գործեր ուներ, սեր չուներ, մեկը անուն ուներ, գործեր չուներ։ Ֆիլադելֆիա, Զմուրնիա, Լավոդիկե, Պերգամոն եւ Թիվատիր։ Եք հիմա մեր կարդացած այդ հայտնության գրքի Սարդիսի եկեղեցու պատգամից մի կտոր դուրս հանենք, լավ, առաջին մասը հանենք, նայենք, հայտնության 3:1-2-ից սկսեցինք, հիմա նայենք ինչա գրված, և Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրիր, ես ասեցի մենք անդրադառնանք հրեշտակ բառին, սա է ասում Աստծո 7 հոգիները, ուշադրություն դարձրու, ֆանտաստիկ բաներ ունեն ժողովուրդը ասելու 7 հոգին դա է, 7-ը աստղասա է, 7-ը հրեշտակը նա է, կարիք ունենք սովորելու, քանի մարդ է համաձայն, սա բարդ գիրք է, և Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրիր, սա է ասում Աստծո 7 հոգիները, չի ասում Աստծո 7 հոգիներին ասա, ասում Աստծո հոգիները 7 ասում են,
Սա տարբերել է պետք։ Եվ 7 աստղեր ունեցող այդ 7 հոգիները գիտեք ինչ է։ Այտենց չի որ ամեն եկեղեցի ուներ իր սուրբը։ Մենք մի քիչ առաջ խոսեցինք, ամեն եկեղեցի ուներ իր հոգին։ Այդ հոգի բառը դա Սուրբ Հոգուն է վերաբերվում։ 7 եկեղեցիներում էլ Սուրբ Հոգին գործել է եւ 7 եկեղեցիները գործած այդ հոգու անունն է Սուրբ Հոգի։ Այսինքն որ Աստծո հոգին ասում է դա Սուրբ Հոգին է։ Սա ուրիշ հոգի չպատկերացնեք։ Գիտեմ քո գործերը, որ անուն ունես թե կենթանի ես, բայց մեռած ես։ Արթուն եղիր եւ հաստատիր մնացածներին, որ մեռնելու մոտ են, որովհետեւ քո գործերը կատարյալ չգտա Աստծո առաջին։ Ինչի մասին է այս եկեղեցում խոսքը գնում, ռեֆորմացիայի։ Սարդիսի եկեղեցին ներկայացնում է Մարտին Լյութերին։ Սարդիսի եկեղեցին ներկայացնում է ռեֆորմացիայի եկեղեցուն։ Բայց մինչև սրան կհասնենք, եք նայենք այս 7 աստղեր, աջ ձեռքում ունեցողին, 7 ճրագակալներ եւ այլն։ Հիմա նայեք, աստղերը ուշադիր եղեք, կարևոր է հասկանալ թարգմանությունը։ Աստղերը խորհրդանշում են Փոքր Ասիայի 7 եկեղեցիների պատգամաբերներին։ Այդ որ ասում է գրիր 7 աստղեր իր ձեռքում ունեցողին, այդ աստղը այդ պատգամաբերն է, լավ, հիմա նայիր, արի մի բան նայենք այստեղ, Հիսուսը պահում է աստղերը իր աջ ձեռքում, ասում է այն մեկին, ով իր աջ ձեռքում պահում է 7 աստղերին, այո, խորհրդանշելով եկեղեցու նկատմամբ իր վերահսկողությունը, իշխանությունը եւ պաշտպանությունը, եկեղեցին մեծ է, թե փոքր է, այն որպես կարևոր մի ճրագակալ Աստծո ձեռքերի մեջ է։ Նա պահում է վերահսկողությունը, նա պահում է վերահսկողությունը, պաշտպանությունը եկեղեցու իր ձեռքերի մեջ եւ իր իշխանության մեջ։ Ամեն։ Շատ լավ։ Հիմա պետք է ուղղակի մի հատ նայենք այս հասկանանք ճրագակալներ եւ այլն։ Եփեսոսի եկեղեցում գրված է նայն մեկն է որ մաներ գալի ճրագակալների 7 ճրագակալները մենք ասացինք եկեղեցին դա դու ես։ Ասացինք եկեղեցին դա շենք չէ, եկեղեցին դա քարե տաճար չէ, եկեղեցին Պողոս Պետրոս Առաքյալն ասում է դուք կենթանի քարեր եք, որից կառուցված է Աստծո կենթանի տունը, դրա համար ասացի որ ողջունում եք իրար, աղմուկ անեք, որովհետև ըստ կենթանի քարեր կան, ամեն մեկդ մի ճրագակալ եք եւ եկեղեցին ընդհանուր կոչվում է ճրագակալ։ Ուրեմն 7 ճրագակալները խորհրդանշում են 7 եկեղեցիներին, սա հասկացանք, Եփեսոս, Զմուրնիա, Պերգամոն, Թիվատիր, Սարդիս, Ֆիլադելֆիա, Լավոդիկե։ Հասկացանք, ճրագակալները եկեղեցիներն են։ Գնանք առաջ, հաջորդ բանը տեսնենք։ Այստեղ բանալին աստղ բառի թաքնված է այստեղ։ Հունարենում այս բառը նշանակում է angel, հրեշտակ։ Հիմա ոնց հասկանանք եկեղեցին փաստորեն հրեշտակ ունի, հա, որ սա գրվում է եկեղեցու հրեշտակին, թե այստեղ angel բառը ուրիշ բառ է։ Լսեք, որովհետև կա հռոմեա հունական հին ժամանակներ, որտեղ գրվել է նոր կտակարանը եւ հունարեն թարգմանությունում աստղ բառը ունի հետեւյալ թարգմանությունը։ Սա է կարևոր օրիգինալում ինչ է գրված։ Այո, բանալին թաքնված է հունարեն հրեշտակ բառի մեջ, որտեղ աստղ բառը օգտագործվել է որպես հրեշտակ։ Անգլերենում հրեշտակ բառը ստացել է տեխնիկական իմաստ։ Ոնց եք պատկերացնում ինչ է հրեշտակը։ Թևերով, երկնային էակ, պլպլան, փայլուն, սիրուն, դե կա չէ մեկ տան հրեշտակ ունենք եւ այլն։ Ոնց է ձեր տան հրեշտակը նկարագրի։ Ատենց անունա կրել։ Սրա մասին չէ խոսքը այստեղ։ Սրա մասին չէ խոսքը, բա ում մասին է խոսքը, արի մի քիչ առաջ գնանք տեսնենք ում մասին է, ուզում եմ ուշադիր լինես այստեղ, առաջին դարի հունա-հռոմեական աշխարհում եւ հունարեն նոր կտակարանում հրեշտակ բառը պարզապես նշանակում էր պատգամաբեր, նա որ եկեղեցում պատգամ է բերում, ասма դրան նախ Տերը որպես աստղ իր ձեռի մեջ է պահում, իշխանությունը, վերահսկումը, պաշտպանությունը իր ձեռքերի մեջ է այդ աստղի նկատմամբ, հա? Եթե որոշները դժգոհ են եկեղեցիների հովիվներից, ուզում եմ ասեմ հանգիստ ապրեք, նրանց հարցի լուծումը Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ է, ամեն, որովհետև գրված է կոնտրոլը իրանց նկատմամբ պահում է Տերը, իշխանությունը, կոնտրոլը, մնացած մյուս բաները պահում է Տերը, ուրեմն, այստեղ հրեշտակ բառը նշանակում է պատգամաբեր, ուշադրություն դարձրու, որ գրված է angel, բայց հունարեն օրիգինալում
Angelo բառն է, որը վերածվում է noun-ից verb-ի, այսինքն մեկը որ գալիս է մի բան ասելու, մեկը գալիս է մի բան փոխանցելու, գալիս է փոխանցելու մեկի անունից, սա է նշանակում պատգամաբեր, գրիր Սարդիսի եկեղեցու այն մեկին, որ 7 աստղերն է պահում իր ձեռքում, աստղը այստեղ խոսքը գնում էր գրիր Սարդիսի եկեղեցու պատգամաբերին, որը ով է գիտեք, արի հաջորդը նայենք, որ տեսնես ով է։ Պատգամաբերները, սրանք մարդկային առաջնորդներ են, խնդրում եմ նայեք, սրանք երկնային անձնավորություններ չեն, սրանք երկրավոր, մարմնավոր մարդիկ են, առաջնորդներ են, որոնց հանձնարարված է Աստծո խոսքը հասցնել իրենց համայնքներին։ Նրանք կարող են լինել տեղական եկեղեցիների հովիվներ, կարող են լինել մարգարեներ, կարող են լինել առաքյալներ, պարզ է աստղերը ում մասին էր, եկեղեցում պատգամ բերողներին, ասում է Սարդիսի եկեղեցում պատգամ խոսացողին սա ասա։ Կա մարդ, որ հասկացավ, շատ լավ։ Ռեֆորմացիան, որը Սարդիսի եկեղեցին է ներկայացնում, Թիվատիրի եկեղեցուց հետո դա Աստծո արձագանքն էր և Սուրբ Հոգու աշխատանքը, որովհետև այստեղ շատ լավ բաներ է տեղի ունեցել, բայց մի հատ բայց է տեղի ունեցել, որի հետ ծառայության ընթացքում կծանոթանանք։ Արիսա նայենք, երբ Լյութերը սկսեց ռեֆորմացիան, ուշադիր, որովհետև դու ստեղ շատ հարցերի պատասխան ես տեսնելու այսօր, պատասխան ես լսելու այսօր, լավ, ուրեմն եկեղեցիները, որոնք ծնված են Քրիստոսից և հավատում են Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, պիտի ունենան պենտեկոստալ արմատ, որովհետև այդ արմատն է եղել Գործք առաքելոց 2-րդ գլխում և առաջացավ եկեղեցին։ Բայց ինչ տեղի ունեցավ, որ այդ եկեղեցին այսքան փոփոխությունների ենթարկվեց։ Եվ հիմա մենք նայում ենք ու չենք լսում պենտեկոստալ բառը, լսում ենք ռեֆորմացիա բառը։ Լսում ենք Լյութեր բառը, ինչա տեղի ունեցել եկեղեցու հետ, երբ Լյութերը սկսեց ռեֆորմացիան, այդ ժամյա եկեղեցին արդեն Սարդիսն էր, ռեֆորմացիայի եկեղեցին համարվում է Սարդիսը, որից դուրս է եկել ռեֆորմատոր Մարտին Լյութերը, որի մասին մենք կխոսանք։ Նախ ասեմ, որ Մարտին Լյութերը ինքն էր, որ լատիներենից Աստվածաշունչ մատյանը թարգմանեց գերմաներեն, Մարտին Լյութերը եղել է կաթոլիկ վանական, որը մի առավոտ 1517 թվականի հոկտեմբեր ամսին վերկացավ և Աստվածաշունչը կարդալուց նայեց Աստվածաշունչին և ասեց. «Ի՞նչ, այստեղ գրված է, թե արդարը հավատքով կապրի, և մարդը կստանա մեղքերի թողություն ոչ թե կաթոլիկ եկեղեցու շնորհիվ, այլ կստանա ճշմարիտ զղջման արդյունքում»։ Բա մինչև այդ չէիք կարդում Աստվածաշունչը։ Կաթոլիկ եկեղեցին ոչ մեկին թույլ չէր տալիս Աստվածաշունչը կարդալ, որովհետև նրանք ասում են, դա քո խելքի բանը չէ։ Դու հարցեր ունես վերաբերվող Աստծուն, մեզ արի, մենք կասենք, հետո քեզ կփոխանցենք։ Սա կոչվում է միջնորդական դաս, ինչը որ Աստված իր եկեղեցին ստեղծելուց չի դրել։ Քանի մարդ է ձեզանից հավատում, որ եթե քեզ բան է պետք, դու կարող ես առանց որևէ միջնորդի գնալ Աստծուն հարցնել։ Սա է քրիստոնեությունը։ Ամեն, ազատ միջնորդական դասից։ Մարտին Լյութերն ասեց, որ Սուրբ Գիրքը դա հանրության գիրքն է և բոլորը պիտի այդ գիրքը կարդան, չի կարելի, նայեք սկսեց, բողոքական նշանակում է բողոքել է։ Խեն ասում Լյութերը եղել է պրոտեստանտ բողոքական նշանակում է մի բանի դեմ է բողոքել, դրա համար էլ կոչվել է պրոտեստանտ անունը, բողոքական անունը, որովհետև Լյութերը համաձայն չի եղել Հռոմի կաթոլիկ եկեղեցու վարդապետությանը, դրա համար նա դեմ է կանգնել, դեմ կանգնելուց մեկը, Աստվածաշունչը դա այն հանրային գիրքն է, որ պիտի կարդան բոլորը, սա մեկ, երկրորդը, սա ով է ձեզ ասել, որ մարդը իր մեղքերի թողություն կարող է ստանալ, եթե գնա խոստովանա Հոր մոտ։ Բողոքական շարժի մեջ չկա գնաս մեղքերդ խոստովանես, խոստովանա Հորը, որովհետև հիմա տենալու եք, որ դա եղել է լուրջ ժամանակին բիզնես։ Գնա ցուցակներով։ Դուք որ գնում եք խանութ, նկատում եք կարտոֆիլն այլ գին ունի, բազուկը այլ, կաղամբը այլ գին ունի, գնա ցուցակ է։ Ոչ մեկ նույն գինը չունեն, այո,
Կաթոլիկ եկեղեցին նույնպես մեղքերը դասավորել էր, գնահատել էր, որակավորել էր եւ գնացուցակի մեջ էր դրել։ Մարտին Լյութերն ասաց, «Սենց բան չկա»։ Ես չկարդացի Աստվածաշնչում սենց բան։ Նշանակում է սա շեղում է, նշանակում է սա աղանդ է, եւ Լյութերը բողոքեց, եւ Լյութերը ոտքի կանգնեց, բրավո Լյութեր։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Նախ ասեմ, որ 1517 թվականի հոկտեմբերի 31-ին, ինչը որ ամեն տարի նշում են Հալոուինը, այդ օրը նշվեց ռեֆորմացիայի օր։ 509 տարի առաջվա պատմություն են պատմում, որ տեղի է ունեցել Սարդիսի եկեղեցում, բայց այն ինչ որ կատարվում է դրանից հետո շարունակվում է մինչև այսօր։ Մինչև այսօր։ Քանի մարդ է սիրում ֆուտբոլ։ Եթե սիրում ես ձեր բարձացը մի հալարի, սիրում եք ֆուտբոլ, Փարք Տիրոջը։ Նկատել ես, որ քո թիմը, որին դու սիրում ես բալետ ես անում, երբ որ գնդակով եկալավ ու ուղևորվեց դեպի հակառակորդի դարպասը, տեղից ելնում ես։ Խփի արա, գոռում ես, խփի, տար, արդեն հասցրել է դարպասի մոտ։ Մարտին Լյութերը այն ռեֆորմատորն էր, որ վեկալավ գնդակը եւ սկսավ կամած տանել, որ խփի հակառակորդի դարպասին, որ խփի դա կնշանակեր ամբողջովին պիտի ռեֆորմացներ եկեղեցին, բայց գնդակը բաց թողեց Մարտին Լյութերը։ Ափսոս, Մարտին Լյութերը չկարողացավ ռեֆորմացնել եկեղեցին ամբողջությամբ։ Նա հիշիր, սկսեց ռեֆորմացիան, բայց չռեֆորմացրեց ամբողջովին։ Պարզ է, քանի մարդ ինձ հասկացավ, լավ տղա է եղել Լյութերը, բայց չի կարողացել Աստծո աշխատանքը մինչև վերջ տանել, հեսա կտեսնեք ինչու չի կարողացել։ Երբեք քո մասին մեծ կարծիք չունենաս։ Եթե միտեղ քեզ Տերը վերցրել է եւ մի հարցում օգտագործում է քեզ, ամեն փառքերը տուր Տիրոջը եւ ասա ես էլ այնքան անցնելու ճանապարհ ունեմ, ես այնքան սովորելու բան ունեմ, ամեն չտեսնես քեզ շատ կշտացած, չտեսնես քեզ ծարավը թագեցրած, չտեսնես մի բանի հասած, ասա ես ով եմ, առաքյալը Պողոսը, որը չկա իր նման առաքյալ, ասեք չկա։ Ասաց ես առաքյալների մեջ ամենապուճուրն եմ, նվաստն եմ, Այլ ավելի վատ բառեր ասաց իրան, վիժվածի նման է, միջին այսական եկեղեցիները հնձելով գնաց մարդը, հնձելով գնաց, հեթանոսությունը ջարդելով, ավիրելով գնաց եկեղեցիներ հիմնեց, ասում ես ամենանվազագույնն եմ, սա խոնարհության ճիշտ չափանիշ է։ Մի խոսքով վերադառնանք Լյութերին 15 թվականի հոկտեմբերին սկիզբ առավ բողոքական ռեֆորմացիան, որի գլխավոր կարգախոսն էր, նայեք ինչ է, լավ գնդակով եկալավ գնալ, վերադառնալ դեպի Քրիստոսին լավն է, վերադառնալ դեպի քրիստոնեական արմատներին լավն է, վերադառնանք այն անաղարտ աղբյուրներին եւ այն անաղարտ ուսուցմանը, որը թողել են առաքյալները լավն էր, հոպ, վերցրեց Լյութերը գնդակը եւ սկսեց շարժվել դեպի հակառակորդի դարպասը, որ այդ պահին Ռոմի կաթոլիկ եկեղեցու պապերի վարդապետությունն էր, պապական վարդապետություն, ոչ թե պապական թողած, այլ պապերի, շատ լավ, Եվ առավոտյան վեր կացավ մարդը բավականին բորբոքված էր Լյութերը եւ կաթոլիկ եկեղեցու պատին խփեց 95 թեզ։ 95 թեզ։ Դու հիմա կասես, բայց ինչ էր այդ 95 թեզը, 95 բողոք ընդդեմ ինդուլգենցիայի վարդապետությանը։ Ես երեք մի քանի ժամ եմ անցկացրել, որ կարողանամ հասկանամ կաթոլիկ եկեղեցու վարդապետությունը ինչ է ուզում քրիստոնեական վարդապետությունից եւ ինչքանով է տարբերվում, այտենց բան Աստվածաշնչում գոյություն չունի։ Ինդուլգենցիա, քանի մարդու է այս բառը ծանոթ։ Ինդուլգենցիայի վարդապետություն, սա վերաբերվում է կաթոլիկ եկեղեցուն, որքանով է այս վարդապետությունը տեղավորված նոր կտակարանում։ Սկզբից հենց ասեմ չկա տենց բան։ Քո ձեռքի Աստվածաշնչում ինդուլգենցիա բառը նկատել ես, չկա տենց բան։ Ձեր մոտ, ձեր Աստվածաշնչում հանդիպել եք ինդուլգենցիա, չկա։ Հիմա հասկանալու ենք ես ինչ է իրանից ներկայացնում։ Մարտին Լյութերն ասում էր, այդ 95 թեզը որ խփեց, դրանց մեջ հետևյալն էր, ասում էր մարդը, որը մեղքի մեջ է, եթե գա եւ խոստովանի իր մեղքը իսկապես խոստովանի զղջա, դասիր ուշադիր, իսկապես զղջա եւ խոստովանի իր մեղքը, այդ մարդը կստանա Տիրոջից ազատություն։ Դա այդպես է։ Քանի հավատացյալ այստեղ նստած վերստին ծնված հավատում է, որ եթե դու իսկապես զղջաս,
որ այն ինչ որ արել ես, դու Տիրոջից ստանալու ես թողություն։ Դու ճիշտ ես անում, որ ձեռքդ բարձրացրել ես։ Ամեն։ Գիտեք, ես այստեղ մի հատ համար եմ բերել օրվա խոսք անունով։ Կխնդրեմ, որ մեր եղբայրը դա բարձրացնի։ Այստեղ նա ինչ է գրված։ Նա ինչ է գրված։ Եթե չեմ սխալվում, ողբ Երեմիայից է, այստեղ նայիր, Տիրոջ ողորմություններն էին, որ չվերջացանք, որովհետև չպակասեց նրա գթությունը մեզ վրա։ Ասма եթե հետ գամ, ասma եթե Տիրոջ ողորմությունը չլիներ, եթե Տերը չպահեր, եթե Տերը չփրկեր, եթե Տերը չներեր, եթե Տերը չսրբեր, մենք կորած ենք։ Ուզում եմ որ մտքիցդ չկորի ինդուլգենցիան։ Բաո, էսի գիտեք ինչ սարսափելի մի բան է, եւ դա մինչեւ հիմա կա։ Քանի մարդ է ձեզանից տեղյակ, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցում կա խոստովանահայր։ Մի հատ ռեշոտկա կա իրանց արանքը տեսել եք, տենց նստում պապին պատմում ես կյանքդ։ Տեսել ես դες բան, ասես մի փայտի ռեշոտկա է փախլավաձև սարկած, կյանքդ պատմում ես նայել ընդից լսում է։ Դա կոչվում է նախ խոստովանության խորհուրդ, հեսա ես դրան կանդրադառնամ, բայց Լութերը 95 թեզա է, որ խփեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատին, սրանց մեջ ասում էր. լսեք ընկերներ, մարդու արդարացումը եկեղեցու ձեռքը չի, մարդու արդարացումը Քրիստոսի արյան մեջ է։ Հալելույա, թույլ Տիրոջը բարձր ծափարություն։ Մարդու արդարացումը պապի իշխանության մեջ չէ, մարդու արդարացումը եկեղեցու ձեռքերի մեջ չէ, մարդու արդարացումը Քրիստոսի թափված թանկագին արյան զորության մեջ է։ Հալելույա, փառք Հիսուսին։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին կոռումպացված եկեղեցի էր։ Ես ասացի կար գնացուցակ։ Մեկը եթե մեղք էր գործել, ենթադրենք դու սուտ էիր խոսել։ Քո մեղքի գինը այլ էր։ Ասենք կարող է դու $600 պրծնեիր։ Եթե մեկը շնացել էր, չէ, սրան ահագին բարդոտ այսի կարող է մի 3000-ով չպրծներ։ Այն մեկը գողություն էր արել, սրանը մի 5000 էր, մեկը մարդ էր սպանել, սրանը մի երևի մի 100 դրին վրեն, 100,000 եւ այլն։ Գալիս է խոստովան, մի հատ նայեք այս կլոունությունը։ Մի հատ նայեք այս կլոունությունը։ Փառք Հիսուսին, ճշմարիտ վարդապետության մեջ կենալու համար, փառք Տիրոջը, որը տվել է մեզ ազատություն, որը մեզ օգնել է ճաշակենք նրա բարձրագույն շնորհքը եւ նրա բարձրագույն ողորմությունը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Նստում էիր խոստովանահոր մոտ, այդ պատի մոտ եւ պատմում էիր պատմությունը, խոստովանահայրը լսում էր, որդիս ինչի համար ես եկել, ես սուտ եմ խոսացել, լավ չես արել, այդ ինչ բանա մեծ մարդ ես, սուտ ես խոսում, բայց ինքը մի միլիոնատ սուտ է, էլի խոսում օրական։ Մի խոսքով վերցնում է այդ խոստովանությունը, ասում է, կա չէ, որ ասում ես գնում եմ մտնեմ մեսս բիլս վճարեմ։ Կա տենց մարդ, որ քշելուց բան ասում է, մտնեմ մեսս բիլս վճարեմ։ Էդի բիլա Գնում էր, այդում էր գործը ասում էր մատ մտնեմ եկեղեցի մատ բիլս վճարեմ, մեղք եմ գործը։ Գնում էր ասում էր հիմա ինչ արժե էդի, գնացուցակ էին քեզ ներկայացնում, ամեն մեղք ուներ իր, ասեք որ կլոունությունը, ամեն մեղք ուներ իր գնացուցակը, թող Քրիստոսի զորավոր անունը մեծանա քո մեջ։ Գնացուցակը եւ ինչ էր ասում։ Տալիս էր այդ փողը, սկզբից փողը, տալիս էր փողը, հետո խոստովանվում էր Եվ հետո ասում էր, հիմա լսի ինչ ասում ինդուլգենցիայի օրենքը վարդապետությունը, ասում է, որ ձեր խոստովանության խորհուրդը վերացնում է ձեր վրայից մեղքի պատիժը եւ ազատագրում է ձեզ այն անհրաժեշտությունից, որ անհրաժեշտությունից, սա լսիր բռնվիր, որ երբ որ դու մահանաս եւ անցնես, ուրեմն դրա անունը purgatory, կավարան, purgatory, անցնես կավարանով Էլ դու չես անցնի, դու VIP-ով եթալու ես, որովհետև արդեն ըստե փողը տվել ես, արդեն խոստովանությունը տանցել ես, դա ազատում է քեզ այդ ավելնորդ, կավարան նշանակում է մաքրագործման ժամանակ, լսեք, մաքրագործման ժամանակ, տանջանքներից մաքրվելու, եւ դու կարող ես կավարանում մնաս մի 6 տարի զաձերժ կա եղար այդ այրոպորտում, պիտի թռներ մի անգամից վերև չթռար, որովհետև ինդուլգենցիայի վարդապետությունից չես օգտվել, որովհետև այդ վարդապետությունն ասում է արի բիլետ վճարի, խոստովանահայրը քեզի հոպ VIP-ով կուղարկի, էլ երբ որ մեռնելու լինես, այն այդ purgatoria, ինչ
Փրթելու տեղը մի խոսքով այդ կավարանում այլևս այդտեղից ազատ կլինես, էլ չես մտնի։ Կա չէ, մենք սիրում ենք, չէ, առանց հերթի առևտուր անել։ Այս մեծ պատմություն է։ Ես հիմա պիտի անդրադառնամ Աստվածաշնչին, ուզում եմ գտնեմ այդպես բան կա, քանի մարդու գրքի մեջ է գրված կավարան։ Տեսնում եք ինչեր են քանում դուրս։ Կարևոր է որ գաս եկեղեցին, որտեղ դու ստեղից ծանրաբեռնված ինֆորմացիայով տունես գնալու։ Կա կավարան, չկա տենց բան։ Բա ինչ է ասում Աստվածաշունչը կավարանի դեմ, ասում է Եբրայեցիս թղթում է գրված։ Այսպես է նշանակված մարդու համար։ Մեկ անգամ ծնվել, դու քանի անգամ ես ծնվել։ Մեկ անգամ մեռնել, իմացի մի անգամ ես մեռնելու, հետո անմիջապես հետո կանգնել Տիրոջ առաջ։ Քավարանը փախավ, արանքից գնաց, չկա քավարան։ Եվ հետո ով է քավարանից հետ եկել ասել, ես վատ է ինձի պահել, ինդուլգենցիայի բանից չօգտվեցի վարդապետությունից, 6 տարի զադեժկա եղա այդ այրոպորտում։ Դուք էդի չանեք, դուք վճարեք այդ բիլերը, վճարեք, որ քավարանում մնալու անհրաժեշտությունը վերացվի։ Սա կոչվում է աղանդ։ Սա կոչվում է խորը խայտարակ աղանդ։ Պարզ է, նկատեցիք, որ աղանդ է, ով է քավարանից եկել այդ բառը քեզ ասել։ Իրանք կարծում են, եթե որ դու շատ մեղավոր ես ու այդ քահանայի միջոցով այդ հարցերը չես լուծել, դու երկար տարիներ կմնաս մաքրագործման մեջ, որի անունն է քավարան, ու Աստված գիտի, դու կարող ես 10 տարի դաժե տեղ մնաս եւ դա կոչվում է տառապանքի ուղի։ Ապրում էիր տառապանք էր, մեռել տառապանք է։ Փառք Աստծուն բացված Աստվածաշնչի համար։ Մարտին Լյութերը մեզ տվել է բաց Աստվածաշունչ, որի համար Տերը իրան խիստ օրհնել է։ Տերը չի ասում, որ Լյութերի գործերը վատն են։ Չի ասում, որ Լյութերի գործերը վատն են, ասում է նրա գործերը ուղղակի կատարյալ չէին։ Լյութերը սկսեց, բայց չավարտեց։ Լյութերը ռեֆորմացիան սկսեց, բայց չռեֆորմացրեց։ Լյութերը ընդամենը մի քանի բան է ասել։ Ընդամենը մի քանի բան է արել, բայց Աստված ուզում էր, որ Լյութերը ամբողջովին ռեֆորմացներ եկեղեցին, եւ Աստված սպասում էր, որ Լյութերին օգտագործելով ստանալու էր այն եկեղեցին, որը պենտեկոստալային լավ առողջ եկեղեցին էր, որ աղավաղեց Եփեսոսը։ Պարզ է։ Մարտին Լյութերը մեզ երկու բան է տվել։ Հիշիր, բաց Աստվածաշունչ, ասա կողքինիդ բաց Աստվածաշունչ։ Էսա մի բան էլ ես ասելու։ Եվ ասել է, դու կարող ես արդարանալ միայն հավատքով, ասա նրան, ասա մեկին, ասա անպայման ասա, դու կարող ես, տուր այդ ինֆորմացիան իրան, ասա դու կարող ես արդարանալ հավատքով, և դու կարող ես կարդալ Աստվածաշունչը, այն քեզ համար է, Հիսուսը կարող է քեզ արդարացնել, ամեն, ինչպիսի մեղավոր էլ անգամ լինես, նա կարող է արդարացնել քեզ, ամեն, և կարող է մարդը գտնել խաղաղություն Քրիստոսով, հիմա Հələ տեսնենք ես ինչ եղավ, ավարտը ինչ եղավ։ Նորից եմ ասում, Մարտին Լյութերի գործը սկսված էր, բայց ավարտված չէր։ Եկ նայենք մի բան։ Եվ Աստված այսպես կոչեց։ Մարտին Լյութերի գործը, այս անունը կրել, սկիզբ առանց վերջին։ Սավատ է։ Եթե Թիվատիրի եկեղեցում իշխանությունը Հեզաբելի ձեռքում էր, այլ խոսքով ասած, նախորդ եկեղեցին, որ մենք տեսանք Թիվատիրը, այսինքն եկեղեցին էր գլխավոր մարդու համար, ավելի պարզացնեմ արտահայտությունը, եկեղեցին էր գլխավոր, ապա որովհետև Թիվատիրի եկեղեցին ասում էր, որ եկեղեցին դա մայրն է, և պետք է լսել մամային։ Մի հատ հարց ունեմ, իսկ կարելի է լսել պապային։ Ես ուզում եմ ասեմ քեզ, եթե Թիվատիրի եկեղեցին սովորեցնում էր անդամներին լսել մորը, որովհետև եկեղեցին դա մայրն է, ապա Աստված ուզում էր, որ Մարտին Լյութերի միջոցով բերեր հետևյալ ճշմարտությունը. եկեղեցին պետք է լսի Աստծուն, որովհետև նա մեր հայրն է։ Աստված մեր հայրն է, ամեն։ Բայց Թիվատիրի եկեղեցում ես անցյալ անգամ ասեցի, և փոքրինչ շեշտս պակաս եմ դրել, Թիվատիրի եկեղեցում մի հատ բառ ասեց ավարտելուց առաջ, ասեց Տերը ավարտելուց առաջ, ասեց քեզ կգցեմ անկողին, մենք խոսեցինք այդ մասին, հիշում եք, երեխեքիդ էլ կսպանեն,
Արի մի հատ նայենք, ինչ էր ուզում ասել։ Նայում ենք նախորդ եկեղեցու Թիվատիրի վերջին խոսքերը։ Ահա ես նրան անկողնու մեջ կգցեմ, ով էս վարդապետությունը բերեց, թե եկեղեցին դա մայրն է եւ եկեղեցուն, լսեք, ունենալ կարգուկանոն, հնազանդվել դա այլ բան է, բայց եկեղեցին դառնա ավտորիտետ հեղինակություն քեզ համար, դա սխալ է։ Եկեղեցին գլուխ ունի, որի գլուխ կանգնած է Քրիստոսը, պետք է հնազանդվել Քրիստոսին, ամեն։ Այո, եկեղեցուն պետք է հարգել, եկեղեցուն պետք չի անել անկարգություններ, եկեղեցուն պետք չէ վնասել, բայց պետք է հնազանդվել Աստծուն, որը եկեղեցու գլուխն է, քանի մարդ հասկացավ, Ալելույա, փառք Տիրոջը։ Թիվատիրի եկեղեցում Հեզաբելն ասում էր, բոլոր կրոնները, եգիպտական, չինական, հունական եւ այլն ունեն աստվածուհիներ, բայց քրիստոնեությունը չունի աստվածուհի, տեսել եք, բայց Հեզաբելը բերեց, նա Մարիամին դարձրեց աստվածուհի, ատենշի, բայց ես ուզում եմ ձեզ ասեմ, ինչպես անցյալ անգամ ասացի, Մարիամը չի խաչվել քեզ համար, Մարիամը իր արյունը չի թափել քեզ համար, Մարիամը չի հարություն առել մեռելներից, որ քեզ արդարացնի, Մարիամը քո արդարության հանդերձը չէ, այս բոլոր թվարկածներից հեղինակը Քրիստոսն է, ամեն, դու նրան բարձր ծափարություն։ Ինչ է սովորեցրել Աստվածաշունչը եւ ինչ է սովորեցնում այսօր մեզ լսել Աստծուն։ Եթե դու առաջին անգամ ես, կամ դու որ երկրորդ կամ երրորդ անգամ ես, ես ուզում եմ որ դու իմանաս, այս եկեղեցում բացի Քրիստոսից չի քարոզվել իր պատմության մեջ ու չի քարոզվի ուրիշ ոչ մի անուն բացի նրա օրհնյալ ու փառավոր անունից։ Քրիստոսն է եկեղեցու գլուխը եւ պետք է ենթարկվել Քրիստոսին ու միայն Քրիստոսին։ Ամեն։ Հեզաբելն ասում էր Թիվատիրի եկեղեցում պետք է ենթարկվել Հռոմին, պետք է ենթարկվել Աստծուն։ Եվ այդ պատճառով, երբ որ Տերը լսեց, որ Հեզաբելը բերեց այս ուսուցումը եւ ասաց պետք է ենթարկվել մորը, որը եկեղեցին է, ասաց քեզ տեղաշոր կգցեմ, երեխեքիդ էլ կսպանեմ։ Երեխեքդ նրանք ովքեր քո հետևորդներն են, կսպանեմ ձեզ, ասաց։ Մի քիչ մրսացնող համարը, չէ, քեզ կգցեմ տեղաշոր։ Դու չես մեռնի, ասաց մինչև իմ գալը։ Ու ինքը չի մեռը, նկատում եք։ Որ եկեղեցու մասին է խոսում, Հռոմի կաթոլիկ եկեղեցու, նա չի մեռը, նա կա։ Ասացի անցյալ անգամ դագաղը պատկանում է մեռած մարդուն։ Նա չասաց քեզ կմեռցնեմ, ասաց քեզ տեղաշոր կգցեմ, մինչև իմ գալը երեխեքիդ էլ հետն եմ սպանել։ Այսինքն, ով այս խառը, անդուր, ինդուլգենցիայի վարդապետությունը ընդունել է, քո հետ միասին եմ սրբելու տանեմ։ Դու ասում ես մայր, Հեզաբել, դու ասում ես մայր, եւ Տիրոջ հոգին ասում է, ես ասում եմ զավակներդ։ Կա մարդ, որ հասկացավ։ Լյութերը ուղղակի մեզ ցույց տվեց, թե ինչ է ասում Տերը, այդքան բան։ Լյութերը մեզ ցույց տվեց, թե ինչ է ասում Աստվածաշունչը, այո։ Անցնենք մի քիչ առաջ։ Ես օգտագործեցի այստեղ աղանդ բառը եւ կարծում եմ շատերիդ կհետաքրքրի ինչ է նշանակում աղանդ։ Լավ, ուզում եմ որ այսօր դու տեսնես այդ բառի բուն իմաստը։ Եկեք նայենք։ Լյութերական աղանդը, սա նայենք, լյութերական աղանդը դարձավ բոլոր պետություններում պետական եկեղեցի։ Նախ սա նայենք, դառավ պետական եկեղեցի, ուրեմն ասացի, որ նա լավ սկսեց, բայց չկարողացավ հասցնել իր ավարտին, այդ պատճառով էլ վերածվեց աղանդի։ Հիմա նայենք աղանդի ինչ է նշանակում, լյութերական աղանդ, աղանդ, ուշադիր, դուք շատ անգամ եք ուզեցել իմանալ, ինչ է նշանակում աղանդ, լսիր ինչ է նշանակում։ Աղանդ դա Քրիստոսի եկեղեցու պաշտոնական դավանանքին հակառակ ուսմունք, դավանող եւ քարոզող կազմակերպություն։ Ինդուլգենցիայի վարդապետությունը հակառակ է քրիստոնեությանը, թե ոչ։ Այո, քրիստոնեական վարդապետությունը դա նա է, ինչ որ գրված է նոր կտակարանում եւ ինչ որ առաքյալները թողել են թղթերում, սա է վարդապետությունը, այո, ինչ սովորեցրեց Հիսուսը,
Սովորեցնելուն եւ թողած ուսմունքին կոչում են վարդապետություն։ Ինչ թողեց Հիսուսը եւ ինչ թողեցին առաքյալները, դա է քրիստոնեական վարդապետությունը։ Այդ վարդապետության դեմ, այդ վարդապետությանը հակառակ որևէ ուսմունք կոչվում է աղանդ։ Աղանդ մեկ բառով նշանակում է ճշմարտությունից շեղված հարց։ Հիմա քեզ համար որն է ճշմարտությունը։ Ինձ համար ես գտել եմ որն է ճշմարտությունը։ Եթե դու ուզում ես, որ ես դա մեկ անգամ եւս այստեղից բարձրաձայնեմ, սիրով։ Ինձ համար ճշմարտությունը դա ավետարանի խոսքն է։ Բանական, անխարդախ, մաքուր կաթը վերջ։ Թող դա քեզ համար էլ այդպես լինի։ Ամեն։ Եվ ինչ եղավ, ուրեմն Լյութերից հետո կաթոլիկ եկեղեցին մի հատ էլի վատ բան արեց։ Գիտեք ինչ արեց։ Եթե Թիվադիրի եկեղեցում աշխարհը եկավ, հիշում եք, պոռնկություն, շնություն, կուրքերի մատաղներ եւ այլն, այսքո մենք ինչ որ անում էին աշխարհում, ինչ որ անում էին հեթանոսությունում, ապա այստեղ կաթոլիկ եկեղեցին եկեղեցու մեջ մցրեց պետությանը։ Լսել եք անգլիկան եկեղեցի։ Քանի մարդ է լսել։ Անգլիկան, գերմանական լյութերական եկեղեցի, այստեղ կա ձեզ մոտ լյութերանական, ես տեսել եմ շենքերը, նկատել եք շենքերը բոլորը նույնն են, լյութերանական եկեղեցի, շոտլանդական եկեղեցի, անգլիկան եկեղեցի, դրանք բոլորը այդ Սարդիսի եկեղեցին էր, որ չկարողացավ Մարտին Լյութերը ամբողջովին ռեֆորմացվել եւ դրանք դրան պետական եկեղեցիներ։ Անգլիկան եկեղեցում գերմանական կաթոլիկ եկեղեցում, եթե համասեռամոլը եկավ եւ ասեց ինձ ամուսնացրեք, դու չես կարող չամուսնացնես իրան։ Ինչու՞, որտեղ դու մտել ես արդեն այդ պետության մեջ, որտեղ այդ պետությունը ընդունում է, որ համասեռամոլներին պետք է ամուսնացնել, բայց այդ պետությունը չի կարող այս եկեղեցուն ստիպել, որ համասեռամոլներին այստեղ ամուսնացնել։ Ինչու՞, որովհետև կա երկու բողոքական շարժ, մեկ անգլիկան եւ լյութերական եկեղեցին է, որը Մարտին Լյութերից դուրս եկավ, մեկն էլ բողոքական այն եկեղեցին, որ համաձայն էր Լյութերի բողոքին, բայց գնաց առաջ կենթանի վարդապետությանը հետևելու, այսքան բան։ Եվ եկեղեցին այստեղ, այս երկրում, չի կարող ստիպել եկեղեցում անել այնպիսի բաներ, որ հիմա կարող է իրան թույլ տալ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, որ կարող է թույլ տալ անգլիկան եւ գերմանական, ուրեմն լյութերանական եկեղեցին, որովհետեւ 2000 թվականին, երբ Եվրոսոյուզի Եվրոմիության շենքը բացվեց, առաջին բանը, որ նրանք արեցին, համասեռամոլների միությունը հաստատեցին, դրանք դրեցին նաեւ եկեղեցիների վրա, եթե նրանք կգան ձեզ մոտ եւ կուզեն ամուսնացնել, փորձ չանեք չամուսնացնեք։ Թող փորձ անի մեկ այստեղ մտնի եւ ասի ես այսպեսին եմ ինձ ամուսնացրու։ Ես ավելի լավ է թողնեմ այս կաֆեդրան հեռանամ մաքուր, քան թե պաղծեմ ինձ այդ գործի մեջ։ Պարզ է։ Պետք է պահել եկեղեցին էլ, հավատ գտել, Տիրոջ անունն էլ մաքուր։ Ամեն։ Ինչ գինայն քեզանից պահանջվում է։ Առանց որևէ մեկին խաթր անելու, չկա տենց բան։ Պողոսն ասում էր, եթե ես մարդկանց խաթր անեմ, Աստծո ծառա չեմ կարա կոչվեմ։ Ծառայիր ուղիղ Տիրոջը։ Եվ ինչ որ պետությունը կասի, այն չի կարող ինտեգրվել քրիստոնեության մեջ։ Որովհետև պետությունն ու քրիստոնեությունը դրանք տարբեր բաներ են։ Բողոքական եկեղեցին Լյութերի ինտեգրվեց պետության մեջ, հիմա ոնց պետությունը թելադրում է, տենց ասում է։ Կան այդ եկեղեցիները կան, բայց մտիր եւ նայիր։ Դատարկ, ցուրտ, ես ցուրտնել եմ ուշադրություն դարձնում, որովհետև կենթանի շունչ չկա, ասաց անուն ունես, թեկաս, բայց մեռած ես, լավ էլ անուն ունի, ամբողջ աշխարհում չկա մարդ, որ չճանաչի կաթոլիկ եկեղեցում, անուն ունի, ասաց բայց մեռած ես։ Դրա համար երբ որ գալիս ես եկեղեցի աղմուկ բարձրացրու, դու կենթանի եկեղեցում ես ամեն, եկել ես կենթանի Աստծուն երկրպագելու եւ ոչ թե լուրումունջ կուրքերին կամ որևէ իկոնային, բարձրացայն ծափահարիր Տիրոջը, միրավ տեղը տեղին աղմուկ բարձրացրու, հալելույա, մեր Աստված կենթանի է ու փառք Հիսուսին, ամեն, հալելույա։ Սարդիսը Աստծո ծրագիրներ բաց չավարտված, ես քեզ շատ կարևոր տեղ եմ տանելու, ուզում եմ, որ դու ուշադիր լինես, շատ կարևոր, Սարդիսը Աստծո ծրագիրներ բաց չավարտված, վերջապես ինչը չավարտվեց կամ ինչը հասավ Սարդիսի եկեղեցին, եկեղեցու խնդիրները չլուծվեցին, եկ մի բան նայենք,
Այս աղանդը հասկանալի է։ Լութերը կրկնում եմ, որպեսզի իմանաս, Լութերը եղել է ռեֆորմատոր, բայց նա չի կարողացել ամբողջովին ռեֆորմացնի եկեղեցին, կարողացա բացատրեմ սա, չի կարողացել Սարդիսը Աստծո ծրագիրն էր, բայց չավարտված։ Հիմա նայ, հասկանալի է, որ մարդը հավատքով է արդարանում։ Էս իմացանք։ Քանի մարդ է հավատում, որ Հիսուս Քրիստոսը, ենթադրենք բերում եմ օրինակ, ուզում եմ որ բոլորդ այստեղ նայեք, քանի մարդ է հավատում, որ Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ Գողգոթայի խաչի վրա խաչվել է։ Դու որ ձեռքդ բարձրացրեցի, պահի բարձրացրած, դու ընդեղ ես եղել։ Բա ոնց ես հավատում։ Իսկ քանի մարդ է հավատում, որ նա քո մեղքերը թեկուզ դու ընդեղ չես եղել, բայց մեղել է խաչապայտի վրա եւ արդարացրել է քեզ, այո, նույն հավատքով։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Ես ասացի փառք Հիսուսին։ Հալելույա։ Ամեն։ Հավատքով։ Մի քիչ ավելի խորը հարց տամ, համարձակ պատասխանի, որովհետև նույն հավատքը, որ քեզ ասելա թե Հիսուսը 2000 տարի առաջ մեռելներից հարություն է առել, Հիսուսը քեզ համար մեռել է, եւ այլն, այդ նույն հավատքն ասում է, եթե հավատաս Տիրոջը, եթե իսկապես զղջաս քո ապրած կյանքի կամ քո մեղքերի համար, հետևես նրան, ծառայես Տիրոջը, երբ որ նա գա, դու նրա հետ երկնքում ես լինելու, սրան հավատում ես։ Նույն հավատքն է։ Պոզով, պոչով, հավատք չկա արքայություն գնալու համար։ Նույն հավատքն է։ Ամեն։ Այդ նույն հավատքով բժշկվիր, այդ նույն հավատքով օրհնվիր, այդ նույն հավատքով ազատ եղի բոլոր տեսակի հարձակումներից, բոլոր տեսակի վախերից, թե նա, ով իմ փրկիչն է, եւ թե նա ում որ ես Տեր եմ կանչել։ Ես աղոթեմ եւ նա ինձ կասատի։ Նույն հավատքը, ամեն, ալելույա։ Փառք Տիրոջը, կամ մարդ որ ինչ-որ մի բան վերցնում է, Տերը օրհնի ձեզ, շատ լավ։ Հասկանալի է, որ մարդը հավատքով է արդարացվում, եւ Աստվածաշունչը բացված է, սա Լյութերն է արել, եւ սա մեծ նվաճում է, բայց դա դեռ բավական չէ, դեռ պետք է, լսեք ինչ ասում, ինքը Լյութերն է ասում, էսի, բայց դեռ պետք է շատ բաներ վերափոխել։ Լյութեր, բախի չարեցիր։ Լսեք ինչ ասում, նայեք ինչ հայտարարություն արել։ Հասկանալի է, ինքն է խոսում, գիտեք, սա Լյութերն է ասել։ Հասկանալի է, որ մարդը հավատքով է արդարանում։ Գալավադոմ Սավետ։ Հասկանալի է, որ մարդը հավատքով է արդարանում։ Աստվածաշունչը բացված է, ուզում ասի ինչ ենք ձեռք բերել։ Արդարը հավատքով կապրի, Աստվածաշունչը բացված է, խայտարակել է ինդուլգենցիայի վարդապետությանը, լավ է, ինք իրան գրում է։ Սա մեծ նվաճում է ասում են, բայց դա դեռ բավական չէ։ Շատ բաներ դեռ պետք է փոխել։ Մարտին Լյութեր ասեց, գրեց, գրիչը դրեց ու չարեց։ Այսպես ավարտվեց Մարտին Լյութերի պատմությունը։ Նա սկսեց, բայց չկարողացավ, կրկնում եմ, ամբողջովին բարեփոխել։ Աստված իրան օգտագործել էր, որ իրանից ստանա Սարդիսից բարեփոխված եկեղեցի, որ Թիվատիրի մնացորդներն էր։ Այո, կարողանում եք արդեն գլխին գնել, շատ լավ, ինքը բարդ պատգամ է, բայց հնարավորին չափ փորձում եմ շատ ավելի մեկնաբանել։ Ասած, բայց չարեց մարդը, Լյութերը կանգ առավ։ Այդ որ ասացի գնդակը վեկալա, որ տանի խփի է, տարավ, հասցրեց, որ հեսա պիտի խփի, բաց թողեց գնդակը։ Եվ դու հիասթափվեցիր, որտեվ քո թիմը չհաղթեց։ Այդպես էլ հիասթափվեց Աստված։ Տվեց այս գնդակը Լյութերի ձեռը, հայտարարեց կաթոլիկ եկեղեցու անհասկանալի ոչ քրիստոնեական կանոնադրությունները, օրենքները եւ այլն այս կողմ այն կողմ, բայց չհասավ տեղ։ Մի բան նայենք։ Թիվատիրը դատապարտվեց, որ աշխարհը բերեց եկեղեցին։ Ես նոր մի քիչ առաջ ասացի։ Սարդիսը դատապարտվեց, որ եկեղեցիներին պետության մեջ մտցրեց։ Եկեղեցին պատկանում է Քրիստոսին։ Դու գնում ես ուրիշի տունը վերցնելու կամ ուրիշը կարող է քո տունը վերցնի, չէ, դու ձեր տան իշխանն ես, դու ձեր տան տերն ես, թե ձեր տան հարևաններն էլ բան ասած օբշի ընդհանուր եք։ Հա չէ, դու ձեր տան տերն ես, քո տան բանալիները քո ձեռքում է, քո տան մեջ կա ամուսին գլուխ, հա։ Այդ նորմալ է։ Բա որոնց օբշի հարևաններով եք մտնում հելուետի հանրակացարան չի։ Եկեղեցին չի կարող մտնի պետության մեջ։ Այսինքն ինչ ձև չի կարող մտնի։ Պետությունը պիտի չկարողանա իշխանություն ունենա եկեղեցու վրա, սա է ասելիքս։
որտեվ ինձ YouTube-ով լսում են որոշ քննադատներ եւ ամեն ասածս նախադասությունը գրում են։ Ես ասում եմ եկեղեցին պետությունը չի կարող եկեղեցուն թելադրել, որտեվ եկեղեցին Տեր ունի։ Մնացել էր այդ, որ կարողանա պետությունը Քրիստոսից ավելի բարձր հեղինակություն ունենա եկեղեցու համար, որը գնված է նրա արյունով։ Եվ ասի նրան դու են գնամ մենք կթելադրենք երեխեքիդ ինչ անենք։ Կտանենք իրանց շնության, կտանենք պոռնկության, բանը կուրքի մատաղներ ուտելուն, հա։ Ինչ արեց Հեզաբելը։ Պերգամոնի եկեղեցում ինչ արեց Կոստանտինը։ Այդտեղ կանենք երեխեքիդ հետ։ Գնանք առաջ։ Ռեֆորմացիան իրականում դա կենթանի շարժ էր, բայց շատ բան մնաց այդ եկեղեցում մեռած։ Անուն ունես որ կաս, բայց մեռած ես, դա Սարդիսն է։ Դա Սարդիսն է։ Նա այստեղ։ Անուն ունես թե կենթանի ես, բայց դու մեռած ես, դա Սարդիսն է։ Հաջորդը նայենք, գոյություն ունի երկու տեսակ բողոքական եկեղեցի՝ պետական եւ ոչ պետական։ Մի հատ կողքինից շրջվի ասա, հիմա մենք սրանցից որն ենք, ըստ քեզ որն ենք։ Պետականն ենք։ Ես զարմացա, ուզեց ասեմ արդեն ժամանակն է իջնելու։ Եթե այսքան ասելուց հետո դառնանք էլի ոչ պետականն է, մենք բողոքական շարժի պտուղ ենք, բայց ոչ պետական։ Սա շատ մարդիկ են հարցրեք, սովորես սրանք, որ հետո նույն էլի ինձ չհարցնես մի ամիս հետո։ Սովորի, ալելույա, Տերը օրհնի։ Արդյոք սրանով բողոքականության պատմությունը վերջացավ, իհարկե ոչ։ Բողոքականության պատմությունը դարբնության պատմություն էր, գիտես։ 509 տարի առաջ է տեղի ունեցել այս ամենը։ Բողոքականության պատմությունը դա արթնության պատմություն էր։ Մենք տեսնում ենք Լյութերին, մենք տեսնում ենք Լյութերի գործերը, մենք տեսնում ենք, որ մարդը սովորեցրեց, որ արդարը հավատքով կապրի, արդարը հավատքով կստանա իր եւ փրկությունը, եւ մեղքերի թողությունը, նրանք հոգով արթնացան, ինչ որտեղ վերականգնվեցին, վերափոխվեցին, բայց ինչ որ պատճառներով մենք արդեն պատճառը տեսանք, որովհետեւ պետությունը ներս մտավ եւ դա թույլ տվեց եկեղեցին եւ կանգ առավ։ Աղբյուր բացվեց եւ ջրերը գնում էին։ Եվ ինչ է պետք անել, պետք չի փիլիսոփայել, երբ ջրերը գնում են, գնա խմի գնա, բայց չէ կազմակերպենք ջրերը հավաքելու ջրամբար եւ եկեք ամեն մեկս մի կուժով, մի կուլայով գանք այդ ջրերը հավաքենք։ Նա ձեզ ասեց եկեք ջրեր հավաքեք, թե նա ասեց ձեզ եկեք ջրերը խմեք։ Ջրեր հավաքել նշանակում է կանգնացնել Աստծո շարժը։ Այո։ Բողոքականության նշանավոր բնութագիրը դա վերականգնումն է, այո, եւ ուզում եմ մյուս բանը տեսնենք։ Բողոքական շարժից ծնվեց լյութերական եկեղեցին։ Նոր բացատրեցի, սա նման է ուրեմն գավաթով ջրի, ջուրը հոսում էր, մի բան որ պետք է անել, արթնությունը սկսվել էր, պիտի քայլեին, պիտի շարժվեին, պիտի փոխանցեին, որոշեցին կազմակերպություն ստեղծել, ջրերից ջրամբարներ սարքել, որովհետև հետո լյութերականներից հետո գիտեք ովքեր դուրս եկան, կալվինիստներ, մեթոդիստներ, ասենց տարբեր տեսակի, Ուելսը դուրս եկավ եւ այլն, այսպես, այս նույն կաֆեդրայից դուրս եկե ուղղափառ եկեղեցին, այս նույն կաֆեդրայից դուրս եկե կալվինիստները, Ուելսը, հոգեգալստական եւ այլն, նույն բողոքական շարժից դուրս են եկե, բայց ամեն մեկը տարբեր ձևով գնացին։ Ուղղափառ եկեղեցին հավատում է բաճուշկային, բաճուշկա, էլ այդ պապը մնացել է, բռնել է, էլ այդ պապի պոչը բաց չի թողում, որտև էդի եկել է Հռոմի կաֆեդրայից հավատալ ում պապին։ Եվ այլն, ասենց տարբեր, եւ ամեն մեկը որ եկավ, ուրեմն սկզբից Սարդիսներ շատ ջուր ուներ, հետո Սարդիսին եկավ միացավ Կալվինը, այդ ջրից տարավ, հետո նրան միացավ Ուելսը մի քիչ ջուր տարավ, հետո նրանց միացավ, ասենք, ընդեղից եկավ ջուր տանելու ուղղափառը եւ այլն։ Եվ գիտեք արդյունքում ինչ եղավ։ Բոլորը ունեին գավաթներ, եւ բոլորի գավաթների մեջ ջուրը ցամաքել էր, եւ նրանք ունեին հիշողություն, որ ժամանակին կար ջուր։ Հիմա չունեն ջուր, ունեն դատարկանոթներ, անուն ունես, թեկաս, բաց մեռացես։ Պարզ է, սա Սարդիսն է։ Շատ լավ, գնանք առաջ։ Հիշողություն ունեին,
Կաչետ ես բավր ասում ես, ես անցյալ անգամ էլ ասացի, գիտեք ուտելիքը հիշողություն է թողում մարդու մեջ, սովետական սմետանը, քանի մարդ է հիշում սովետական սմետանը, կամ ջրած տորթերը, որ քամում է իր տորթը, ասենց մի 100 գրամը ջուր էր դուս գալի, հիշում եք, բայց սիրում էինք, տենց տորթը, դրսի, 3 ռուբլի 50 կոպեկ, այսքան է վրեն մարգարինի ծպան, վարդ, Պապաս ասում էր ոչ մեկ տանը այդ տորթի վարդը չուտի հանգարց։ Մամաս ասում էր այդ մարգարինով վարդը կերտու։ Հա, ասում էր մարգարինա, թե ինչի դուր ագա լփլփալով ասում էր ուտում եմ այդ վարդը ու հիշում ենք մենք։ Փիս մարգարինի հոտը, ջրիկ սմետանը, թրջած պերոժնիները, 10 կոպեկանոց ցիրքի մոտի պերաշկին, ուպրավլենի խնկալյանոցը հիշողություններ ունենք, բայց դրանք այլևս չկան, էլ չկան, սա լյութանանական եկեղեցու պատմություններ, ամեն մեկը հիշում ես, ինչ ջրեր էր գալի, հարցնում ենք, բայց ջրերից ինչ է ցամաքեց, լյութերականները շատ ունեին, մենք գնացինք իրանցից վեկալանք, հետո կալվինիստներից էս ու էլսից էս իսրանից էնի, ջուր չմնացել, բայց մենք գավաթներ ունենք, որ հիշացնում են աղջուրը, կարդանք հայտնության գիրքը, ալելույա, հայտնության 3-ը գնում ենք, հայտնության 3-ը, արդիշիր թե ինչպես ընդունեցիր և լսեցիր, և պահիր ու ապաշխարիր, ապա թե չարթնանաս, ասմ արթնացիր, ես կգամ քեզ վրա գողի պես, նայեք, ստեղ չի ասում ես գող եմ, ասում գողը ոնց է գալի, գողի պես կգամ, և չես իմանա, թե որ ժամում քեզ մոտ կգամ, վերջերս նորությունների մեջ տեսա, եթե չեմ սխալվում, սա Կալիֆորնիայում տեղի ունեցել, Լոս Անջելես քաղաքում, որ ոսկերչական խանութ թալանեցին, մոտ 24 գողով ներս մտան, 24 գողի ձեռը, չէր կարա մի հատ արծաթից խաչել պահեիր, քլունգներով, լապատկեքով, ծանր գործիքներով վարկյանական 24-ը ներխուժեցին ուրեմն այդ յուվելիրնի սալոն, ջուլերի սալոնը, ներս մտան, տվին, քանդին, փշրին, շուշաները օդ էր բարձանում, թալանեցին, վերկացան գնացին։ Նայում էի տնա մի հատ աշխատող մեջը կար, դու չես իմանում գողը որ ժամին կգա, նա գալիս է քո չսպասած ժամին, ստեղ Աստծո խոսքն ասում է արթնացիր, որովհետև քո չիմացած վաղտ եմ գալու գողի նման, և չես իմանա, թե որ ժամում քեզ մոտ կգամ։ Կգամ քեզ վրա, այս բառն է գրված, ես կարդում եմ հետևյալը, արթնացիր, ես կգամ քեզ վրա գողի պես, քեզ վրա գողի պես արտահայտությունը, հունարեն թարգմանություն նշանակում է, կիչնեմ քո վրա գողի նման, կլախճվես, կիչնեմ։ Ինքնաթիռները իջնում են, դուք ասում եք նստեց ինքնաթիռը, ստեղ ասում է ես կիչնեմ քո վրա, եթե Հիսուսը լավն է, բայց ես ուզում եմ, որ դու իր են մի պինդ կողմը տնաս, հայտնության 2-րդ և 3-րդ գլուխները ցույց են տալի Հիսուս Քրիստոսի պինդ կողմը, քեզ խորհուրդ, կյանքում չընկնես այդ պինդ կողմի վրա, որովհետև որ ընկնես չարդ ու փշուր կլնես, ավելի լավ է թունգիր իր ոտերի մոտ, որ ինքը չընկնի քոզ վրա, ես ասում եմ քեզ, ես 3 շատ երկար ժամ եմ կորցրել, այս պատգամը գրելուց, հատկապես ինդուլգենցիայի վարդապետությունն էի, մի քանի ժամ նստած ուսումնասիրում, ես բան ունեմ քեզ ասելու, կարող է դա մեկին չի վերաբերվում, 10-ին է վերաբերվում, 20-ին կամ 30-ին, այստեղ տերը մարդիկ է կանչել, մեզ բոլորիս, որ ես պատգամում շատ իր լսես, որովհետև հիմա քեզ մի տեղ եմ տանելու, որ դա քեզ կյանքի և օդի ու ջրի պես անհրաժեշտ բան է, տանում եմ քեզ այդտեղ, որ իմանաս, որ մարդը կարող է լինել եկեղեցում, կարող է նաև անուն ունենա, կարող է լինել նաև ծառայող, կարող է լինել այսինչը կամ այն ինչը, բայց դա փաստորեն չկարողացար դրանով աչքերդ փակես, ասում է անուն ունես, թե կաս, բայց ներսով մեռած ես, շանս է տալիս, արթնացիր, ասում եմ արթնացիր, դու դա կարող ես անել այսօր,
Նա կարող է այսօր խոսում ինչ որ մեկի հետ որ ստեղ նստած ես, ասում է արթնացիր, որովհետև եթե ոչ գողի պես կիջնեմ քո վրա եւ չես իմանա թե որ ժամում քեզ մոտ կգամ։ Քանի մարդ է հավատում, ես մի քիչ առաջ օրինակ պատմեցի, որ գողը չի գալի էժանագին բաներու տանելու։ Այդ ոսկերչական սրահը թալանելուց ընդամենը թալանը կազմել էր $1.5 միլիոն։ Մեծ թիվ է։ Այդ ինչ թիվ է մեր համար որ։ Սկի չարձագանքեցինք էլ, այդ ինչ թիվ է մեր 1.5 միլիոն։ Պատում ես։ Ատենց փողեր ենք տեսել, էդի մենք ենք որ կասենք, այդպես փողեր ենք մենք տեսել։ Ես ասացի 1.5 միլիոն։ 1.5 Ռիփսիկի համար դա քիչ փող էր։ Փաստորեն քիչ փող է։ Մեծ բան չի։ Ես կարծում եմ, եթե այդ գողերը լսեին ձեր արձագանքը, նրանք կասեին, փորձիր կրկին։ Որ դառնա 3 միլիոն։ Բայց ուզում եմ ասեմ, որ գողը չի գալի էժանագին բան տանի։ Գողը չի գալի ձեր այն second hand-ի շորը, որ արդեն ուզում եք Հայաստան ղրգեք, այդ շորերը հավաքի տանի։ Մնացել էր ձեր տան զիբիլը տաներ։ Ու պրծակ, այ մարդ մենք մտածում ենք ոնց էսի Հայաստան ղրգեին, լավ ասրանք եկան սրբին տարան։ Ինչ են տարել ձեր տնից, այն որ Հայաստանը էինք ուզում ղրգենք, դրանք սաղ մաքրեցին։ Կոշիկ, մոշիկ, շոր, սունկա, որ չենք հագնում տարանք։ Գողը տենց բանի հետևից չի գալիս։ Գողը գալիս է էժանագին բանի հետևից։ Գողը գողանում է լավագույնը։ Դուք չեք նկատում գողը մտնում է ու մարդու տնուց տանում է ոսկեղեն, տանում է փող։ Ոչ մի գող ձեր խալաձենիկը չի տարել։ Եվ պատկերացրեք ինչ եղավ, գողը մտել էր մեր տան լվացքի մեքենան ատարել։ Ասենք մտել են, տանջվել են, 3 հոգով, լվացքի մեքենան բարձել են, գնացել են, երբ որ կարային քո ոսկեղենը տանեին եւ Ռիփսիկի ասած տենց ուրախանային։ Անելա։ Ուրեմն գողը գալիս է միայն լավագույնը տանելու, այո։ Գիտեք ինչ եմ ասում։ Տերը կգա կհափշտակի երկրի վրայից տանելով միայն լավագույններին։ Կհափշտակի միայն լավագույններին։ Ասած կգամ քո վրա գողի նման, կիջնում քո վրա գողի նման, կառնեմ բանա տանելու, ատենց գալու է տանի լավագույններին։ Կամ մարդ որ գլխի են գնում։ Ուրախալի լուր ունեմ քեզ ասելու, դու լավագույնն ես։ Եվ դու նրա ձեռքում ես։ Ես քո տեղը լինեի փառքը տայի Հիսուսին։ Ամեն։ Շատ լավ փառք Տիրոջը։ Ինչից գիտեմ, որ դու լավագույնն ես, որովհետև դու Հիսուսինն ես։ Երկրի վրա մեկը մնալու է, մյուսը գնալու է։ Աստվածաշնչում ասում է, հանդի մեջ աշխատողներից մեկը կմնա, մեկը կգնա։ Անկողնու մեջ ամուսիններից, մեկը կմնա, մեկը կգնա։ Ջանքարա, որ դու գնաս։ Ջանքարա, որ մնաս միշտ լավագույն, որ դու գնաս։ Հիսուս Քրիստոսը վերադառնում է, գիտես։ Դաժե աշխարհի ամենաանհավատ մարդը այդ մասին ասում է, սա իրականում աշխարհի վերջն է։ Ամեն ինչ որ այսօր կատարվում է, կատարվել է եւ նաեւ 2000 տարի առաջ։ Սակայն ինչն է ստիպում մեզի հավատալու, որ սա վերջն է։ Ինտենսիվ է դարել խնդիրները, պատերազմներ, հարձակումներ եւ այլն, ինտենսիվ, չափից դուրս ինտենսիվ։ Այո, Տերը վերադառնում է։ Ես իրականում չեմ ուզում, որպեսզի նա գա եւ անցնի որևէ մեկի կողմից, այո, մեկի կողից, ասում է կանգամ գողի պես քո վրա եւ դու չես իմանա դաժե որ ժամում կգամ, բայց ես գալիս եմ տանելու ոչ թե քնածին, այլ արթունին, ոչ թե էժանին, այլ լավագույնին։ Ամեն, ամեն, այո։ Քանի մարդ ես գում, որ Տիրոջ գալուստը մոտեցել է։ Մոտենում է, տեսնում եք։ Ես ուզում եմ, որ դու բավականաչափ թանկ լինես նրա համար, որ հափշտակվես։ Ուզում եմ շատ թանկ լինես նրա համար, որ հափշտակվես։ Ամեն։ Չեմ ուզում, որ դու էժանագին լինես, ու չեմ ուզում, որ դու ունենաս այն խնդիրը, որի պատճառով անպայման կմնաս երկրի վրա։ Որովհետև հիմա մենք միտեղ ենք եթում, որտեղ դու կուրախանաս, որ գրված է քո անունը, գրված է կյանքի գրքում, նրանք ովքեր հավատում են Տեր Հիսուսին եւ ընդունել են նրան որպես իրենց սեփական Տեր եւ Փրկիչ, նրանց անունները գրված է կյանքի գրքում։ Հիմա մոտենում ենք սրան, բայց նա որ կանոնը գրել է կյանքի գրքում, նա ասել է հետեւյալը. ձեռովս էլ կջնջեմ։ Սա վտանգավոր է,
մնա ինքան թանկագին, որ դու գրավես նրա ուշադրությունը, որ հափշտակությունը բաց չթողես, ամեն բաց չթողես հափշտակությունը, եղիր խլված, խլիտ քեզ Տերը տանի, եղիր հափշտակված, ամեն, հալելույա, նայենք հայտնության 3:4, բայց մի քանի անձիկ ունես Սարդիսի մեջ, որ իրանց հանդերձները չկեղտոտեցին, ուզում եմ, որ նայեք այս կոնտեքստի մեջ խոսելու ենք հանդերձների մասին, չկեղտոտեցին և նրանք սպիտակներով ման կգան, ուշադիր, ման կգան ինձ հետ, որովհետև արժանի են, այստեղ խոսքը գնում է ինչ-որ սպիտակ հանդերձների մասին, նրանք ովքեր ունեն այդ սպիտակ հանդերձները, ինձ հետ ման կգան, հիմա հասկանալու ենք մի հատ այդ ինչ հանդերձների մասին է խոսքը, Բնականաբար ասում որ Սարդիսի եկեղեցում այնպես չէ որ հույսը ամեն ինչից կտրված էր մեջները թիվատիրում էլ կար հիշում եք ասում էր ձեր մեջ կան որոշները որ պահեցին իմ անունը եւ պահեցին իմ հավատքը այտենց մնաք էլ լավ մինչեւ իմ գալը հիշում եք այդքանն էլ պահես մնաս լավ հիմա Սարդիսին ասում ձեր մեջ էլ ասում որոշները կան որ իրանց հանդերձները շուտակի չկեղտոտեցին ասում որ չկեղտոտեցին այդ սպիտակ հանդերձներով ման կգան հետո ման կգան ինձ հետ երկնքում, որովհետև արժանի են, լավ, ուզում եմ, որպեսզի առաջ գնանք, մի ուրիշ բան նայենք, հարց եմ ուզում տամ եկեղեցում, և դու սապարտավորը իմանաս, պիտի արդեն իմանաս, Աստծո առաջ ոնց ես կանգնում դու, մենք Քրիստոսի մեջ, Հայր Աստծո առաջ ինչպես ենք կանգնում, որն է մեր հանդերձը, Քրիստոսն է մեր հանդերձը, Քրիստոսը մեր սպիտակ հանդերձն է, որ հագել ենք մեզ վրա և դրանով կանգնում ենք Հայր Աստծո առաջ, բայց այստեղ մի հատ ուրիշ բան է, բա Քրիստոսի առաջ ինչ հանդերձով ես կանգնելու, եթե ուշադիր, Հայր Աստծո առաջ, Քրիստոսը քո արդարացումն է և դու ճիշտ ես ասում, որտեղ մենք արդարացված ենք Քրիստոսով, նա մեռելներից հարություն առավ, որ արդարացնի քեզ, Քրիստոսը քո սպիտակ հանդերձն է, այո, ասում այդպես կանգնում եք Աստծո առաջին, բա Քրիստոսի առաջ ինչ հանդերձներով պիտի կանգնենք, հանդերձ, որը պահանջում է Քրիստոսը, և ես այսօր ուզում եմ անպայման այն փոխանցել քեզ, միգուցե դու քո ներսում մտածում ես, դա ինչ կլինի այդ հանդերձը, դա ինչ է իրանից ներկայացնում այդ հանդերձը, բայց արի այստեղ մի հատ բան նայենք, մի հատ գնանք Հռոմեացիներից թուղթը մի բան նայենք, հետո հետ կգանք, բայց դու ինչու համար ես դատում քո եղբորը, կամ ինչու ես քո եղբորը անարգում, որովհետև ամենս Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, ասած կանգնելու ենք, բայց հիմա կարևորը, որ կանգնելուց ոնց կանգնես, հագուստ պիտի ունենաս, որովհետև Սարդիսի եկեղեցում նա ասում է, ես ասելու է ինչ հագուստ, ուղղակի ուզում եմ հասկանամ, որտեղից ձեռք բերեմ ես այդ հագուստը, ինչպես է այն ձեռք բերվում, եթե ես Հայր Աստծո առաջ կանգնում եմ Քրիստոսով, որտեղ Քրիստոսն է իմ սպիտակ հանդերձը, ով արդարացրել է ինձ և ինձ իմ կրկնակի կարմիր մեղքերը դարձրել կրկնակի ճերմակ, ես սա հասկացա, բայց ինչպես եմ կանգնելու Քրիստոսի ատյանի առաջ, սա ինձ հետաքրքիր է, եկ մի հատ բան նայենք, Հայտնության 19:7-8 գրված է, խնդանք և ուրախ լինենք և փառքը տանք նրան, որ եկավ գառի հարսանիքը և նրա կինը պատրաստեց իրան, կինը դա եկեղեցին է, և ուրեմն տրվեցավ նրան, որ սպիտակ և սուրբ ու լուսափայլ բեհեզ, ասա բեհեզ, ես հանդերձնա քեզ պետք գտնել, Քրիստոսով դու արդեն արդարացված ես, և Քրիստոսով Հայր Աստծո առաջ կանգնած ես սպիտակ հանդերձներով, բայց հարսանիքին քեզ բեհեզ է պետք, ասում է և բեհեզ հագնի, որովհետև բեհեզը սուրբերի արդարությունն է, հիմա մի հատ ուրիշ տեղ ենք եթում, ուզում ենք հասկանանք սուրբերի արդարությունն է, շատ լավ, ըստ ձեզ ինչ է մաքուր բեհեզը, որը քեզ թույլ կտա, եթե քո մեղքերը
ներված են Քրիստոսով, եթե դու կարող ես գնալ Հայր Աստծո առաջ որդիական իրավունքով Քրիստոսի արյունով մաքրված կանգնել աղոթել եւ դա նորմալ է տենց էլ պիտի անես ու անում ես էլ ճիշտ ես անում, բայց այդտեղ կանգնել հարսանիքին այդ բեհեզը որն է, քո կարծիքով որն է այդ բեհեզը, արինայի էկրանին որ չմոռանաս, բեհեզը դա քո մաքուր վարքագիծն է, վարքդ մաքուր պահիր, դու չես կարող խառնվել աշխարհի մարդկանց հետ. Դու չես կարող անել այն բաները, ինչ անում են աշխարհի մարդիկ։ Դու չես կարող իրանց նման խափես, թալանես, գցես, չես կարող տենց բան անես։ Ասում եմ, ես այդ ամեն ինչը տեսնում եմ։ Դու չես կարող անմաքուր բաներ անես եւ մտածես, որ դու որպես նրա հարսը կկարողանաս նրա առաջ կանգնես, բեհեզը պահանջվելով։ Մի առակ կար Մատթեոս ավետարանում, որ երբ որ մի թագավոր հարսանիք արեց իր տղու համար, հրեական մշակույթի մեջ այսպես էր. եթե մեկը քեզ, ես կուզեի այդ հարսանիքին մասնակցեի, որովհետև եթե կանչում էր քեզ հարսանիքին, բեհեզները ինքն էր ուղարկում։ Էլ դու չէիր մտածում ինչ որ հագնես, որովհետև պետքա այդ դրես կոդը դու ունենայիր, այդ իր կողմից էր։ Ով քեզ կանչում էր հարսանիքին, եթե դու իր ուղարկած շորը չունեիր, դու օտար մարդ ես։ Եվ քո հետևից կգնային, որովհետև դու ինչպես ես նես մտել հարսանիքին, եթե այդ դրես կոդը չունես, որը ուղարկել է հարսնկատերը։ Դու ինչպես կարող ես հայտնվել երկնքում, եթե բեհեզը պահանջվի քեզանին, բեհեզը դա մաքուր վարքագիծն է։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, թույլ տվեք մեկ անգամ եւս ասել, որը այս եկեղեցում մոտավորապես ասել եմ 1000-ից ավել անգամներ։ Մի բան որ Աստված ուզում է տեսնել քրիստոնյայի մեջ, դա ոչ թե լավ սպորտով զբաղվելն է, դիետայով սնվելն է, անգամ անձդ մարդկանցից հեռու պահելն է, փոխված բնավորությունդ, փոխված վարքագիծ։ Եթե քո վարքագիծը փոխված չէ, նշանակում է Տերը չի ազդել քո վրա։ Եթե մի մարդ քեզ վերակենում ասում է, քո տան անդամն է, ամուսինդ է, կինդ է, երեխադ է, կամ դու ես երեխայիդ ասում, քո խասյաթը ու դու ու քո վարքը, հարցը մենակ խասյաթի մեջ չէ, վարքը, քո նիստուկացը, քո ապրելը, քո անելը չի փոխվում։ Հիշիր Աստված այդ մարդու միջոցով է քո հետ խոսում, նշանակում է կարող է նա այսօր գալ ու դու այդ հարսանիքին, այդ խնջույքին չմասնակցես, որովհետև վարքագիծդ անմաքուր է։ Ես ավելի բարդ տեղ եմ հիմա տանելու, բայց ես ուզում եմ, որ դու առողջ լինես։ Թող իմ խոսքը ձեզ համար բարդ լինի, բայց թող այն առողջացնի ձեզ։ Ամեն, որովհետև առողջացնող միջոցները ցավ են պատճառում։ Այո, բժշկական միջամտությունները ցավ են պատճառում, վիրահատությունները ցավ են պատճառում, բայց արդյունքում ազատվում եք խնդրից։ Աստծո խոսքը նույնպես վիրահատում է, որի արդյունքում մենք ազատվում ենք այս անմաքուր բաներից։ Այո։ Ասմական մի քանի անուններ, որոնք չեն պղծվել եւ իրենց հագուստները կարդացինք մաքուր են պահել, այսինքն մաքուր վարքագիծ ունեն։ Այս տեսակ Սարդիսի եկեղեցում ինդուլգենցիա, մտնել ես գիժմիժ վարդապետության մեջ, խոստովանահայր, բիլ վճարել եւ ասում ես քրիստոնյաներին չես մասնակցել, այս բաներին չես հավատացել, կարդացել ես ավետարանը, հավատացել ես Աստծո մաքուր խոսքին եւ այլն, ապրես հանդերձդ մաքուր ես պահել, վարքագիծը չի կեղտոտվել, քեզ հետո որ գամ հետը ստանելու եմ։ Ինձ հետ երկնքում ես լինելու։ Լավ։ Հիմա մի հատ ուրիշ բան նայենք։ Այստեղ եմ ուզում, մոտենում եմ ավարտին։ Հայտնության 3-րդ գլխի 5-ից 6 եւ սրանով ավարտում ենք այսօրվա մեր ծառայությունը, ով որ հաղթի, նա սպիտակ կրկնում է, նա սպիտակ հանդերձներ, այն մի տեղը տեսեք, որ բեհեզը նշած էր, ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնե, եւ նրա անունը խնդրում եմ ինչքան հնարավոր է ամբողջ ուշադրությունդ կենտրոնացրու էկրանի վրա եւ ով որ հաղթում է նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի եւ կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին եւ նրա անունը կդավանեմ նաեւ հրեշտակների առաջին ուշադրություն Հիսուսը խոստանում է որ եթե դու լավ մաքուր վարքագիծ ունենաս քո անունը չի ջնջելու քո անունը դավանելու է հոր առաջ Եվ քո անունը դավանելու է հրեշտակների առաջ, ովքեր ճանաչելու են քեզ, հələ այս երկրից, հələ այստեղից, հիմա նայ, ասում է չեմ ջնջի, ես հարց եմ այս առավոտ տվել Տիրոջը, եթե կարող էիր ջնջել, ապա ինչու գրեցիր, եթե դու գիտեիր, որ Ադամը և Եվան պարտադիր խաբվելու էին, ապա ինչի սա թույլ տվեցիր, կան ինչուներ, որոնց պատասխանը մենք կլսենք երկնքում, սակայն թույլ տուր ես չշեղվեմ իմ պատգամից եւ հարցնեմ Տեր, ես 3 ման եմ եկել, գնատում դու էլ մանարի, հայտնության գրքում դու շատ տեղեր կտեսնես կյանքի գրքի մասին գրված,
Ինչ ասած զմուրնիայի եկեղեցուն, եթե մնաս եւ եթե դիմանաս այս նեղություններին, երկրորդ մահը չես ճաշակի։ Հայտնության գրքի 7-ը թե որևէ գլխումը այս պահին մոռացա, մեծ մեղք չհամարեք, որ գլուխը մոռացա, գրված է եւ կգցեմ քեզ եւ մահը ու դժոխքը կգցեմ կրակի լճի մեջ եւ դա կկոչվի երկրորդ մահ։ Զմուրնիայի եկեղեցում այդ մասին ասեց, որ երկրորդ մահից չես բանանի, չես ճաշակի, որովհետեւ ես չեմ թողի, որ դու լինես, եթե մնաս մինչև վերջ, հավատարիմ եւ չվախենաս, բայց այստեղ մի բան եմ ուզում ասեմ։ Պաստորեն, նա որ իմ եւ քո անունը սրանից լուրջ բան այս քարոզաշարքի մեջ չունեմ ասելու քեզ։ Նա, ով որ իմ եւ քո անունը կարող է գրել կյանքի գրքի մեջ, նա էլ հենց կարող է իր սեփական ձեռքով ջանջել, այո, ոնց Աստծո դատաստանը կջնջի իմ քո անունը կյանքի գրքից, եթե նա բռնեց, որ ես եւ դու մնում ենք շարունակական մեղքի մեջ եւ ունենք խիստ անհնազանդություն Աստծո եւ նրա խոսքի դեմ, այդ դեպքում այդ անունը պարտադիր կջնջվի։ Շարունակական մեղքի մեջ, եթե Տերը անընդհատ մատնացույց անում, մոտենում է այդ ժամանակը։ Շարունակական մեղքի մեջ, որը կդատի մեզ Աստված դրա համար եւ դա պատճառ կդառնա, որ կկորցնենք եւ փրկությունը եւ ավետենությունը։ Հարցը նրանում չէ, որ քո անունը գրված է ցուցակում, հարցը նրանումն է, որ գրված է ցուցակում մասնակցություն ունեցար։ Հարցը նրանում չէ, որ անունդ գրված է ցուցակում, հարցը նրանումն է, նա դավանում է քո անունը հոր եւ հրեշտակներ առաջ, թե ոչ, ուրեմն արթնացիր, հարցը նրանում չէ, որ քո անունը կարող է գրված լինել կյանքի գրքում, հարցը նրանումն է, նա դավանում է քո անունը, հարցը նրանումն է, երբ որ Տերը քեզ ասում է մի արա, վերջացրու դա, դու շարունակում ես անարգել Աստծուն, Աստծո խոսքը եւ շարունակաբար մնում ես նույն մեղքի մեջ, ասում եմ նրա դատաստանը վերջ կդնի այդ պատմությանը եւ արդյունքում մարդը կկորցնի փրկությունը եւ ավետենական կյանքը։ Այս եկեղեցու ամենացավոտ, բարդ, դժվար մարսելիք խոսքը այստեղ էր գրված։ Նայ այստեղ։ Կարող է բոլոր հավատացյալների անունը գրված է կյանքի գրքում, բայց նրանք ովքեր դավանված չեն Տիրոջ կողմից, դրանք կցված չեն հավիտենության մեջ բնակվողների անոնների հետ։ Լսում ես, ես կկրկնեմ սա։ Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին եւ նրան Տեր եւ Փրկիչ են ընդունում, նրանց անունները գրվում են կյանքի գրքի մեջ, բայց այս պատգամը լսելուց հետո ես մտածեցի հետեւյալը։ Ես մտածում եմ, դու էլ մտածի։ Բայց նրանք, ում անունը Տերը չի դավանում, եւ նրանց անունները դավանված չեն ոչ հոր առաջ, ոչ հրեշտակների առաջ, այդ անունները կցված չեն հավիտենության մեջ, հետագայում բնակվողների անունների հետ։ Սա կարևոր հարց է։ Արդյոք ես կթագավորեմ Տիրոջ հետ։ Հավատքը էդի խաղու պար չի։ Հավատքը էդի թան չի ու փրթած մածուն չի։ Հավատքը դա լուրջ մարդկանց բան է։ Արդյոք ես կթագավորեմ նրա հետ։ Արդյոք ես կգտնեմ իմ ներսում ուժ աշխատել վարքագծիս վրա։ Եթե քո երեսին խփում են, որ դու չես փոխվել, նշանակում է դու քայլում ես ապականված վարքագծով։ Ասաց արթնացիր։ Կողի պես կգամ, չսպասած այդ ժամին, են կարող է քեֆի մեջ, են քո հաճույքի էպիկենտրոնում խփեմ քեզ, իջնեմ քո վրա կողի պես։ Ասաց թե չէ։ Որքան նա բարի է, որքան Աստված սեր է, բայց լսիր, 2000 տարի առաջ աշխարհ եկավ Աստծո գառը, որ մորթվեցավ մեր մեղքերի համար։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, 2000 տարի անց վերադառնում է ոչ թե գառը, այլ ահեղ դատավորը, հոսերին ձեռքի մեջ հնձելու ամբարիշտներին։
օրերը մոտենում են նրա գալուստին և մեզ արթնանալ է պետք այո այս կյանքի ոչ մի ժամանակավոր հաճույք եղբայրներ և քույրեր չփոխես ավետանական կյանքի հետ երկինքը ռեալ է դժոխքը ռեալ է Աստված ռեալ է Աստծո խոսքը իրական է նա ասաց երկինքն ու երկիրը կփոխվի բայց իմ բերանից դուրս եկած ոչ մի նշույլ չի անցնի մինչև չկատարվի եկեղեցին չէ որ պիտի հարմարացնի Աստծուն իրան եկեղեցին պետք է հարմարացվի Աստծուն ամեն ուզում եմ ոտքի կանգնես Սիրելի եղբայրս և քույրս ուզում եմ ասեմ, որ թող Տերը շնորհի մեզ, որպեսզի արժանանանք սպիտակ հանդերձներ կրել նրա առաջ։ Լսում ես, թող Տերը շնորհի մեզ այն գեղեցիկ բաղձալի և ցանկալի օրը, որ արժանանանք այդ սպիտակ բեհեզներով նրա առաջ կանգնելու։ Ավարտելուց առաջ ուզում եմ հարցնել, դու սպիտակ հագուստներ ունես, այո դու ունես, Աստծո առաջ կանգնելու այդ հագուստները ունես, դա Քրիստոսն է քո հագուստը, սակայն երկրորդ հարցս հետևյալն է, բա Քրիստոսի առաջ կանգնելու հագուստ ունես, դա բեհեզն, մաքուր վարքագիծը, Սա այն էր, ինչ պատրաստել էի ձեզ համար։ Փառք Հիսուսին։ Ուզում ընդհանրապես կարճ աղոթենք իրար հետ։